Հարգելի աշակերտներ, ուշադիր եղեք, հիմա մենք քանի որ գտնվում ենք մեր դպրոցի ինժեներական լաբորատորիայում եւ դուք այստեղ նաեւ խմբակի եք մասնակցում եւ ձեր ամբողջ աշխատանքը նախագծային դուք ուզեցաք որ ներկայացնել այստեղ, ես սիրով հիմա կսպասեմ, կտեսնեմ թե դուք ինչպես եք աշխատել։ Բոլորը դուք եք արել Գերհրանուշի օգնությամբ, հիմա հեշտով կմոտենաք եւ ցույց կտաք թե ինչպես եք արել։ Եվ վերջում ձեր խաղը, որ կազմել եք, դա է շատ ապրեք, հիմա նաեւ վերջում էլ խաղը կտեսնեք։ Հիմա դες սկսենք, հեշտով մոտեցեք եւ յուրաքանչյուրը ներկայացրեք թե ինչպես եք արել, ընթացքում մեր աշխատանքները ես հետևեմ, ընթացքում դուք աշխատել եք, հիմա տեսնենք ստացվել է թե ոչ։ Հաց թխելու քայլաշարն է։ Առաջինը պետք է պատրաստել բաղադրիչները, խմորիչը լուծել ջրի մեջ, խմորը հանգստացնել ու թողնել, որ բարձրանա։ Խմորին ձև տալ, թխել հացը եւ հովացնել նոր մատուցել։ Շատ լավ է, ապրես, հաջորդը որն է։ Հաջորդ աշխատանքը Էմիլիան է ներկայացնում, հիմա տեսնենք բանկոմատից օգտվելու ալգորիթմը, ինչպես է ինքը քայլաշարը կազմել։ Լսում ենք։ Առաջինը պետք է մոտենալ բանկոմատին, երկրորդը տեղադրել բանկային քարտը, երրորդը ընտրել լեզուն, չորրորդը մուտքագրել գաղտնաբառը կամ PIN կոդը, հինգերորդը ընտրել գործողությունը, 6-րդը մուտքագրել գումարի չափը, 7-րդ սպասել կանխիկ գումարին, 8-րդ վերցնել քարտը, 9-րդ վերցնել կտրոնը եւ 10-րդ ավարտել գործարքը։ Շատ ապրես, շատ լավ է։ Ապրես։ Հաջորդը խորոված պատրաստելու ալգորիթմը։ Մսի ընտրությունը, մսի կտրատումը, մարինացումը, կրակը պատրաստելու, մսի անրուցումը շամփուրին, խորովում, պատրաստության ստուգում, մատուցում։ Հիմա լսում ենք Հենրիին, որը մեզ կներկայացնի ճարտարագիտական շինություն կառուցելու ալգորիթմ։ Առաջինը նախագծման փուլ, երկրորդը տարածքի նախապատրաստում, երրորդը հիմքի կառուցում, չորրորդը կառուցվածքի բարձրացում, հինգերորդը տանիքի կառուցում, 6-րդը ինժեներական աշխատանքներ, 7-րդը ներքին հարդարում, 8-րդը արտաքին հարդարում, 9-րդը ավարտում։ Ապրես, շատ լավ է։ Իսկ հիմա լսում ենք մեր Գևորգին, տեսնենք Գևորգը ինչ ալգորիթմ է պատրաստել։ Գծային հավասարման լուծման ալգորիթմ AX + P հավասար է C-ի, որտեղ An հավասար չէ 0-ի։ Առաջին, տրված է գծային հավասարումը։ Երկրորդը, B-ն տեղափոխել հավասարման աջ կողմ փոխելով նշանը։ Երրորդը, ստանալ AX-ը հավասար է C-D։ Չորրորդը, երկու կողմերը բաժանել A-ի վրա։ Հինգերորդը, գտնել X-ի արժեքը, X-ը հավասար է C-B բաժանած A-ի։ 6-րդը, ստուգել լուծումը X-ը տեղադրելով սկզբնական հավասարման մեջ։ Ապրես, շատ լավ էր, հիանալի քայլաշարը ներկայացվեց։ Ապրեք երեխաներ ջան, եթե կա հետո ուրիշ քայլաշարեր կարող եք դրանք նորից ավելացնել։ Եղավ։ Դուք կասեք, հետո մենք նորից կավելացնենք։ Երեխաներ ջան, քանի որ նախագծային աշխատանքի սահմաններում պատրաստել ենք փոքրիկ անիմացիա Scratch ծրագրով, այսօր ներկայացնենք Scratch ծրագրով աշխատելու ալգորիթմը։ Նախ պետք է բացենք Scratch ծրագիրը, եթե համակարգչի մեջ կա ներբեռնված, բացում եք համակարգչից, իսկ եթե չէ, ունենք on-line տարբերակ։ Համացանցում մուտքագրման դաշտում գրենք Scratch նախապատրաստեցին ծրագիրը, երկրորդ քայլ պետք է ընտրենք անիմացիայի համար անհրաժեշտ կերպարներ։ Կերպարները նույնպես կարող եք վերցնել կամ արդեն գոյություն ունեցող կերպարներից կամ ներբեռնել համացանցից։ Ներկայումս մենք արդեն ներբեռնել ենք շրջանակներ, նորի կերպար,
որը հետո որը ժամանակ անց։ Օրինակ սեղմելով մեր սլակը, այստեղ կգրվի հավասարումը, գծային հավասարումը, որը կներկայացնի մեր խնդիրը։ Արդեն նաև ուշադիր եղեք, որ հավասարում եք կազմելու։ Արդեն կշերկը հավասարակշռը բաց է։ Օրինակ, եթե սեղմենք 350 գրամանոց կշռաքարը, այն կփոխի տեսքը կդառնա 350 գրամանոց կշռաքարեր, իսկ հավասարումը ցույց կտա արդեն հաջորդ քայլը։ Այնուհետև սեղմելով 50 գրամանոց կշռաքարը, երկու կողմից հանեցինք այդ կշռաքարը, կստանանք, որ 3 խնձորը հավասար է 300 գրամ։ Իսկ վերջում արդեն 1 խնձորի զանգվածը։ Այսինքն մենք քայլ առ քայլ յուրաքանչյուր կերպարը կոդավորում ենք։ Վերջին քայլը նախագծի ստուգումն է, ճիշտ աշխատում է թե չէ ու կատարել շտկումները։ Իսկ ամենավերջում կարող եք ներկայացնել ձեր դասընկերներին։